հա, մարտկոցները։ Ես վստահ եմ, որ այս մարտկոցները իրանք հայկական արտադրության չեն, որովհետև մինչև այս տարի հայկական արտադրության մարտկոց չի եղել, եւ մենք ներմուծել ենք մարտկոցները Թուրքիայից, Չինաստանից, Իտալիայից, Իսպանիայից, հիմնականում այս 4 երկրներից, այլ երկրներ էլ կան, բայց հիմնականում, այսինքն 30 եւ ավելի տարի շարունակ մեր բոլորի տներում թուրքական, չինական, մի քիչ ավելի բարձր եկամուտներ ունեցող մարդկանց տներում իսպանական եւ իտալական, բայց հիմնականում թուրքական եւ չինական մարտկոցներ են բոլորի տներում։ Հիմա Հայաստանը եւ ինչպես է դա տեղի ունեցել։ Օրինակ 90-ականներին եւ ինչու է դա տեղի ունեցել։ 90-ականներին օրինակ որևէ մեկը գործարան է սեփականաշնորհել կամ 2000-ականներին եւ շատ արագ պարզել է, որ օրինակ ինքը այդ գործարանը չի կարող աշխատացնել, այդպես է ստացվել, ինքը կարողացել է ինչ կապեր օգտագործելով սեփականաշնորհել, բայց շատ արագ պարզադարձել, որ ինքը գործարան աշխատեցնող չի եւ այդ գործարանի արտադրանքն էլ վաճառող չի, ինչ է արել ամենաառաջին բանը, այդ գործարանի սարքավորումները բարձել են բեռնատարները եւ արտահանել են հարևան երկրներ որպես մետաղի ջարդում։ Հիմա Հայաստանը այլևս ոչ միայն եւ մենք եղել ենք մետաղի ջարդուն արտահանող երկիր։ Եվ ի վերջո ինչ որ մի փուլ հետո այդ մետաղի ջարդումը վերջացել է գործարանների։ Անցել ենք արդեն ավտոմեքենաների կմախքները արտահանելուն եւ ինչ որ մի փուլ հետո մենք ուղղակի արգելել ենք Հայաստանից դրա արտահանումը եւ արդյունքում այսօր Հայաստանը օրինակ ոչ թե ամրան իհարկե ներմուծում է, բայց ամրան արտահանում է արտադրում է ուրեմն մյուս այդ բաները մետաղական այդ մյուս բոլոր կոնստրուկցիաները գլանվածքներ եւ այլն իսկ որ դրանց մեջ համեմատաբար ամենաբարձր արտադրանքը այդ ռադիատորն է որը ալյումին է այսինքն նախկինում ինչ էր Հայաստանում որ անկյունում գնում էր ալյումին էին հավաքում չէ կիլոգրամով այդ ալյումինը հավաքում էին բարձում էին սեղմում էին հատուկ սարքի միջոցով եւ Հայաստանից արտահանում էին հիմա հերիք չի դա թույլ չենք տալիս, որ թույլ չենք տալիս, ստիպված տանում են հանձնում են գործարան, այդ գործարանն էլ ալյումինի ռադիատորներ է արտադրում եւ հայկական շուկայում արդեն թուրքականի, չինականի, իտալականի ու իսպանականի կողքը նաեւ հայկական արտադրության ուրեմն ռադիատորներ կա եւ գիտեմ նաեւ իմաստն արտահանում են արդեն, այսինքն ինքը նշանակում է մենք ներմուծող երկրից այդ արտադրանքի վերածվել ենք մասամբ նաեւ նման արտադրանք արտադրող արտահանող երկրի, ինչը շատ ուրեմն կարևոր է։ Եվ իմիջիայլոց այս ընկերություններն են, օրինակ Ասկե գրուպը մոտ $53 միլիոն ներդրումներ